Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, հուսով եմ լավ եք։ Երեք ինչ-որ իրադարձություններ էին տեղի ունենում ազգային ժողովի ընդունարանում ու այսօր գալով աշխատանքի ստանում եմ այս նամակը Էդգար Ղազարյանից, ուզում եմ իրար հետ բացենք ու մի քիչ խոսենք դրա մասին, թե այսինչ խեղճատակություն է տեղի ունենում, որին ոմանք լուրջ են վերաբերվում, հատկապես ինչ-որ մեր զանգվածային լրատվության միջոցները, ինչ-որ լուրջ հարցադրումներ են անում և այլն, ուրեմն ազգային ժողովի падգամավոր Արսեն Թորոսյանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվստահություն հայտնելու մասին, ասենք լավ, ինչ-որ բաներ ա գրած մեջը, ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում, այդ շատ լավ գիտենք, և Էդգար Ղազարյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մի ժամանակ էլ ոնց որ ինքն էր, չէ, վարչապետի թեկնածու, տենց ինչ-որ լուրջ մանր գալիս, տարբեր ինչ-որ բաներով, պահպանության միջոցներով։ Հիմա հարգելի հայրենակիցներ, իհարկե այս սենց էլի, այսպես ախր մոտավորապես այսպես, ասենք ինչքան կարելի է տկարամիտ լինել, որ սենց բան նախաձեռնեն մի ազգային ժողովում, որը ունի մեծամասնություն, որը ձևավորվել է ազատ և արդար ընտրությունների միջոցով, որտեղ ընդդիմությունը չունի բավարար թվով ձայներ նման գործընթաց սկսելու համար, որպեսզի մի 2-3 օր աղմուկ անեն մեդիա դաշտում և նորից եմ կրկնում, ամենամեծ զարմանքը այն է, որ սրան ոմանք մեր հարգարժան գործընկերները լուրջ են վերաբերվում, այսինքն ոնց կարելի է այս մարդկանց առաջինը լուրջ վերաբերվել և երկրորդն էլ այս գործընթացին լուրջ վերաբերվել։ Ես կարծում եմ, որ մի քիչ պետք է ինքնահայեցմամբ զբաղվեն այս ամեն ինչին լուրջ վերաբերվողները և դադարեն դա անել, ես կարծում եմ շատ կարևոր հարցեր կան լուսաբանելու, ներկայացնելու, բազմաթիվ պրոցեսներ են տեղի ունենում Հայաստանում, որոնք որ լուրջ են և այդպես շարունակ, բոլորիդ մաղթում եմ լավ օր, ցտեսություն։